Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով միայն ճշգրիտ և հավաստի պարզաբանումներ, դա իհարկե ամենից ամենան է։ Ողջույն, դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային ATV-ին և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային տասնյակը, որը վարում եմ ես Լեաննա։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ ամենից ամենաաստղային հոբբիներ։ Ամենից ամենայի հավատարիմ հեռուստադիտողները վստահ եմ կհիշեն, որ մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալ աստղային հոբբիներին և բացահայտել տարբեր մանրամասներ մեր աստղերի նախասիրությունների մասին և օրինակ ինչ զոհողությունների են նրանք պատրաստ հանուն նրա, որ իրենց հավաքածուն համալրեն ևս մեկ հետաքրքիր իրով։ Թեման իսկապես շատ հետաքրքիր է և լի անսպասելի անկեղծ աստղային խոստովանություններով։ Թերևս դա էր պատճառը, որ մենք այսօր որոշեցինք ևս մեկ անգամ անդրադառնալ աստղային հոբբիների թեմային և ես ձեզ այսօր խոստանում եմ բազում աստղային անակնկալներ։ Քեզ տված սկզբում թե հասարակ աղջիկ եմ, ում պիտի ցնցի քո նվիրած աղիքը։ Երգչուհի Սյուզի Մելիքյանը այն մարդկանցից է, ով հաճախ է փոփոխում իր հոբբիները։ Այդ պատճառով իր կյանքի ընթացքում նա հասցրել է ունենալ մի քանի հոբբի։ Սրտիկներ, տիկնիկներ, փափուկ խաղալիքներ, ահա այսպիսի հավաքածուներ է ունեցել Սյուզին ոչ այդքան հեռավոր անցյալում։ Այդ երևի թե 17 տարեկանում էր, սրտիկաձև ինչ տեսնեի, դա կլիներ խաղալիք, դա կլիներ զարդ, կլիներ բրիլոկ, առհասարակ ինչ ուզում էր լիներ, սրտիկները ինձ միշտ գրավում էին, մինչ այսօր էլ այդպես է։ Անգամ ունեի մի կուլոն, որը ես կրել եմ, չգիտեմ, երկար ժամանակ միշտ ասում էին, ինչի ես միայն այդ սրտիկը կրում, և ես ասում էի, որ սրտիկների հանդեպ թուլություն ունեմ։ Ունեի նաև լիքը խաղալիքներ սրտիկներից, մի պահ կար մաղջակալս բոլորը խաղալիքներ էին սրտիկներ, սենց պուճուր, նաև ունեի շատ նվերներ ստացած երկրպագուներից, սրտիկներ, նրանք է գիտեին, որ այդ ընթացքում ես սիրում էի։ Մի խոսքով սաղ սենյակը սրտիկներ էր, նաև եղել են բարբի տիկնիկներ եմ հավաքել, շատ ունեի բարբի տիկնիկներ։ Փոքր տարիքից ինձ միշտ դուր էին գալի նրանց վարսերը, չգիտեմ, նրանց մեյքափը, հագուկապը, առհասարակ ես հավաքում էի նաև բարբի տիկնիկներ և ֆարֆռից տիկնիկներ։ Հետո հասկացա, որ ամբողջ սենյակս և կողքի սենյակները տիկնիկներով են լցված։ Մի օր որոշեցի բաժանել։ Հիմա տիկնիկներից մի քանիսն են մնացել ինձ մոտ, որոնք որ ամենաշատն էի սիրում։ Այսօր Սյուզին հավաքում է Միքի Մաուսի պատկերով տարբեր իրեր, վերնաշապիկներ, հագուստի այլ աքսեսուարներ և այլն և այլն։ Կոնկրետ հիմա հետաքրքրություն ունեմ Միքի Մաուսների հանդեպ։ Միաժամանակ հետո հնարավոր է Դոնալդ Դաքի հանդեպ ունենամ օրինակ։ Դեռ մանկուց հավաքածուներից բացի Սյուզի Մելիքյանը ունեցել է նաև այլ հոբբիներ։ Խոսքը պարի և սպորտի մասին է։ Մամաս երեխա տարիքից դեռ մեր մեջ զարգացրել էր սպորտի հանդեպ սերը։ Շատ փոքր տարիքից, երբ որ ես երգում էի, դրա հետ համատեղ նաև սպորտով էի զբաղվում, պարում էի։ Մոտ 5-6 ամիս առաջ Սյուզի Մելիքյանը նորից հայտնվեց սպորտակումբում։ Հիմա ավելի լուրջ զբաղվում եմ սպորտով ու համարում եմ, որ դա իմ համար լուրջ հոբբի է, որը որ ուզում եմ, շատ եմ ուզում, որ մինչև խոր ծերություն պահպանվի։ Գիտեմ, որ իմ կյանքում սպորտը միշտ կմնա լուրջ զբաղմունք, լուրջ հոբբի, իսկ մնացած այդ հետաքրքրությունները, այդ կոլեկցիաները, չգիտեմ, ինչ-որ բաները, որոնք ես հավաքում էի, այսինքն համարում էի որպես հոբբի, կլինեն միշտ, կարծում եմ, որ ինչ-որ հետաքրքրություններ երևի թե կունենամ, ոնց որ հիմա Միքի Մաուսներն և այլն, բայց ուզում եմ, որ բոլորի կյանքում նույնպես սպորտը լինի շատ ավելի կարևոր զբաղմունք և հոբբի։
Ինչպես արդեն բոլորին հայտնի է, ամենից ամենան յուրաքանչյուր ընտրած թեմային անդրադառնում է ավելի խորը, տալով գիտական վերլուծություն, մեկնաբանություն, որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչ զգացողություններ է ապրում աստղը այս կամ այն ստեղծված իրավիճակում։ Այսօր մեր թեման հոբին է, եւ եթե խոսել հոբիի գիտական սահմանման մասին, ապա հոբին ըստ էության դա մարդու զբաղմունքն է, նախասիրությունը, որով նա զբաղվում է աշխատանքից դուրս եւ ստանում դրանից գերագույն հաճույք։ Հոբին շատ լավ միջոց է ստրեսի դեմ, միևնույն ժամանակ այն ընդլայնում է մարդու աշխարհայացը։ Եվ այնուամենայնիվ հոբիի հիմնական նպատակը մարդու ինքնարեալիզացումն է։ Ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ մարդու համար նաև որպես պրոֆեսիոնալ զբաղմունք եւ հնարավորություն տալ վաստակել գումար։ Թե ինչպես են մեր ամենից ամենաաստղերը վերաբերում իրենց հոբիներին, շարունակում ենք դիտել հենց այս պահին։ Աննա Խաչատրյանը կարող է հպարտությամբ ասել, որ դեռ մանկուց ունեցել է հոբի, ավելի ճիշտ երկու հոբի, որոնցից մեկին նա հրաժեշտ տվեց, երբ ընդունվեց ինստիտուտ, սակայն մյուս հոբին կմնա իր հետ ողջ կյանքի ընթացքում։ Թե ինչ հոբիների մասին է խոսքը, կիմանանք հենց Աննայից։ Ես համարում եմ, որ հոբի ունենալը պետք է ազատ լինես ժամանակային առումով, որ ինչ-որ բաներով կարողանաս կողքից զբաղվել։ Իմ կյանքում ցավոք սրտի այդ ազատ ժամանակը շատ քիչ է, որտեղ հոբին պետք է բավականին լուրջ ու երկար ժամանակ տրամադրել։ Իսկ ինչ վերաբերում է մանկության տարիներին, ես ունեցել եմ հոբի, դա նամականիշ հավաքելն էր։ Կոլեկցիայից որոշ մասը դեռ նույնիսկ պահպանվել է, երբ որ արդեն մեծացա, ինստիտուտ եւ այլն, այդ ժամանակ արդեն ավելի լուրջ այդ գործով զբաղվողներին նվիրեցի որոշ նմուշներ իմ կոլեկցիայից։ Անդրադառնանք Աննայի հաջորդ հոբիին, որին նա անդավաճան է մնալու իր ողջ կյանքում։ Իմ կյանքում կա մի զբաղմունք, դա ձիգշելն էր, որով զբաղվել եմ շատ փոքր հասակից ու առ այսօր փորձում եմ չմոռանալ ինձ համար այդ զբաղմունքին ժամանակ տրամադրելու մասին։ Թերևս բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ կյանքում հասցրել են զգալ ձի վարելու հաճույքը, կհասկանան Աննային, որ ձին մարդուն փոխանցում է հսկայական քանակության դրական լիցքեր։ Ինձ համար ձիերի հետ շփվելը մի առանձնահատուկ հաճույք է, որովհետև անհավանական գեղեցիկ ու խելոք կենդանիներ են, չնայած որ շատ վախկոտ են։ 10 տարեկան էի, այդ ժամանակ սկսեցի հաճախել ձի արշավարան, այդ ժամանակվանից ինձ ասում էին դու գիժ ես, դու ընկնելու ես ջարդուփշուր լնես եւ այլն եւ այլն։ Բազմաթիվ անգամներ եմ ընկել ջարդուփշուր եմ եղել, վնասվածքներ եմ ստացել եւ այլն, բայց այդ ամեն ինչը չի կարողացել ինձ կտրել այդ կենդանուց։ Ձիավարելը դա համենայն դեպս ինձ համար արվեստ է, որովհետեւ դու քանի որ մեքենա չի, հա, կենդանի էակը, դու պետքա զգաս իրան, պետքա քո մարմինը իր մարմինի հետ համաձուլվի։ Իմ կյանքում միշտ այդպես է եղել, հա, երբ որ շրջակայքում, մոտակայքում որևէ աչքի համար հասանելի տարածության վրա ձի է լինում, ես միշտ այսպես անընդհատ շեղվում եմ դեպի այդ կենդանին, անընդհատ ուզում եմ այսպես մոտենալ, շփվել, ձեռք տալ, շատ մարդիկ ասում են, վայ, հոտ ա գալիս, չգիտեմ ինչ, ինձ համար դա շատ տարօրինակ է, կարծում եմ դա նրանցի, որ երբևէ մոտիկից չեն շփվել ու ձիու վրա չեն եղել, չեն զգացել այդ հաճույքը։ Ձին իսկապես շատ խելացի է եւ պատահական չէ, որ հենց այս կենդանին այդքան հաճախ հանդիպում է հին առասպելներում։ Ավելին, գոյություն ունեն կեսմարդ, կեսձի առասպելական կերպարներ, կենտավրոսներ, որոնց համարում էին բարի, պայծառ էակներ։ Վերադառնալով Աննային եւ իր ձիավարության հոբին, պետք է նշենք, որ նա ցավով է փաստում, որ վերջին 2 տարին չի կարողացել ձիավարությանը հատկացնել պատշաճ ժամանակ։ Սակայն մեր նկարահանման օրից սկսած Աննայի հոբին նոր շունչ է ստացել։ Օրը մեջ նա գալիս է ձիարշավարան, որտեղ նրան սպասում է Գրոզնե անունով 10 տարեկան այս ձին, որի հետ մենք էլ հասցրեցինք մտերմանալ նկարահանման ընթացքում։ Շատ փոքր ժամանակ, հա, 3-4 տարեկանում, երբ որ ինձ հարցնում էին ինչ կենդանի կուզենաս պահել տանը, ես ասում էի ձի։ Բայց բնականաբար բնակվելով քաղաքի կենտրոնում հնարավոր չի ձի պահել, այն էլ տանը։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ձի ունենալուն, հա, այդ սեփականատիրոջ այդ զգացմունքը, զգացումը ունենալ դժվար թե ես երբևէ ունենամ, չնայած ապագայում չես կարող ասել ինչեր կարող է լինել, բայց առ այսօր չեմ ունեցել նման հնարավորություն, հա, այսպես ասենք։ Ցանկություն բնականաբար միշտ եղել է։
արդեն մեկ անգամ նշեցի, մարդու անձի կայացման հարցում հոբին շատ կարևոր դեր է խաղում։ Եթե աշխատանքը որպես այդպիսին հիմնականում գումար վաստակելու միջոց է մարդու համար, ապա հոբին ներդաշնակության գալու եւ դրական լիցքեր ստանալու միջոց է։ Եթե խոսել հոբիի տեսակների մասին, ապա դրանք շատ են եւ յուրաքանչյուր մարդ իր համար ընտրում է հոբի ելնելով իր նախասիրություններից եւ խառնվածքից։ Գոյություն ունեն մարդիկ, որոնք ունեն ընդամենը մեկ հոբի, սակայն կան մարդիկ, որոնց հոբիների ցանկը բավական հարուստ է։ Հոբիի ինչ հիմնական եւ օրիգինալ տեսակներ կան աշխարհում, այդ ամենին կանդրադառնանք քիչ անց, իսկ այժմ շարունակում ենք դիտել մեր ամենից ամենաաստղային հոբիների տասնյակը։ Բարև ձեզ, դուք միացել եք երկրի գլխավոր թոք-շոուին եւ դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Ամենից ամենաաստղային հոբիների շքերթում այսօր իր ուրույն տեղն է զբաղեցնում ATV-ի կիսաբաց լուսամուտներ թոք-շոուի հաղորդավար Հրաչ Մուրադյանը։ Իր կյանքի ընթացքում նա ունեցել է շատ օրիգինալ հոբի, որին մենք հասցրեցինք անդրադառնալ։ Անցած անգամ մենք միասին պարզեցինք, որ ձողիկները, որով կարելի է որևէ հյութ կամ ջրիկ բան ամպել, ես արդեն մի կողմ եմ դրել, չնայած դրանք որպես կոլեկցիա իմ մոտ տանը դեռևս պահպանվում են։ Այսօր Հրաչի հոբին սպորտն է, ավելի ճիշտ ֆիթնեսը։ Իրականում մարզասրահում նա հայտնվեց, քանի որ մի օր հասկացավ, որ կատարելության հասնելու համար հարկավոր է ունենալ նաև կատարյալ կազմվածք։ Երբ որ ես պարբերաբար կադրում ինձ նայում էի ու զգում էի, որ ինչ-որ միտեղ անհրաժեշտ քանակություն չկա կամ միտեղ էլ այնքան շատ է, որ շատ ավելի լավ է դա կոծկել, ես հասկացա, որ ժամանակն է որոշ կերպով զբաղվելու մարմնով եւ ասացի բարև ձեզ, ես եկել եմ։ Այ Մոտավորապես տարի 8 ամիսը մենք զբաղվում ենք ֆիթնեսով Հրաչի հետ։ Սկզբից շատ դժվար էր, հաշվի առնելով իր ապրելակերպը, սնվելը, ուշ քնելը։ Այս սպորտաձևի մեջ ամենակարևոր ճյուղերն է, որ շուտ քնես, ճիշտ սնվես, որը որ իր ապրելակերպը շատ դժվար էր ստացվում։ Առաջին մի քանի ամիսները, եթե չասեմ առաջի 6 ամիսը, միանշանակ շատ դժվար է, որովհետև դու դուրս ես գալիս, բացարձակ էներգիա չունես, կարծես մոլորակի շուրջ դու ես պտտվում, այլ ոչ թե մոլորակն է պտտվում քո շուրջը։ Լինելով շատ նպատակասլաց անձնավորություն, Հրաչը հաղթահարեց այդ դժվար փուլը եւ հասկացավ, որ այսուհետ ֆիթնեսը իր կյանքի անբաժանելի մասն է, որից սկսում է իր յուրաքանչյուր աշխատանքային օրը։ Հասկանալի է, որ եթե ինչ-որ մի բանով զբաղվում ես շատ լուրջ, ճիշտ հետևելով բոլոր ցուցումներին, արդյունքն էլ իրեն սпасել չի տա։ Ես դժվար կարողանամ խոսել իմ հաջողությունների մասին, թող գլուխս գովի մարզիչս, ավելի ճիշտ թող իր գլուխը գովի, որովհետև իր աշխատանքի արդյունքն է, որ ես կարողացել եմ այսօր պինդ ու առույգ լինել։ Առաջի ժամանակաշրջանը Հրաչը որ սկսել էր մարզվել, մենք մարզում ենք 20 կիլոնոց մենակ շտանգայի ձողով։ Շատ ժամանակ իրան խաբում էի, քաշը ասում էի թեթևա, որովհետև հենց ինքը հիմանում էր 50 կիլոգրամը, պանիկայի մեջ էր ընկնում, էր չէ կարողանում քաշերն անել։ Առաջի մի տարվա մեջ բարձրացրեցինք մինչև 80 կիլոգրամ։ Այսինքն պարկած դիրքից հրում վարությունը։ 80-ը ֆիքսելուց հետո փորձեցինք 90 եւ 100 կիլոգրամ։ Հրաչ Մուրադյան 100 կիլոգրամ։ Իրա քաշի մարդու համեմատ շատ լավ արդյունք է։ Այսինքն ինքը եթե մասնակցի երամարտի մրցումների, կարա տեղ գրավի։ Չեմ ասում առաջի տեղ, բայց կարա տեղ գրավի։ Իսկ ինչ արդյունքներ է ըստ մարզիչի արձանագրել Հրաչը կազմվածքի գեղեցկացման ուղղությամբ։ Քիմիկա դրությամբ հավաքում ենք մկանային մասսա։ 2 ամիս հետո նոր կսկսենք չորացնել, որ ռելիեֆ ավելի մկանը ընդգծված լինի։ Այսինքն այս սպորտով զբաղվողները սկզբից ավել ճարպը, յուղը հանում են, որը որ մենք արել ենք, դրանից հետո նոր աճացնում են մկանային մասսան։ Աճացնելուց հետո իջացնում են, քաշը քչացնում են, այսինքն մարմնից հանում են ջուրը, այն պարունակությունը, որը որ անիմաստ հավաքվել է այդ ընթացքում։ Այստեղից կարելի է ենթադրել, որ եթե Հրաչ Մուրադյանը ինչ-ինչ պատճառներով չհրաժարվի իր այս հոբիից, ապա մի առժամանակ անց մենք կտեսնենք ատլետիկ կազմվածքով Հրաչին, որի վերնաշապիկի տակից հատ առ հատ ընդգծվելու են իր գեղեցիկ մարմնի մկանները։
դեռևս երկաթներն են, որ ինձ հնարավորություն են տալիս մի քիչ ավելի երջանիկ լինել։ Ինչ սկսել ենք մարզվել, ինչքան հնարավոր է վատ բաները թողել ենք մի կողմ, որովհետև ստխելը, խմելը եւ մյուս ինչը որ անում ենք, չգիտեմ, շատ մարդիկ դրանից հաճույք են ստանում, բայց ես հաճույք ստանում եմ սիրուն մարմնից։ Այսինքն սիրուն մարմնից ստանալով։ Ինքը փորձում է այդ ամենը չանել, իհարկե էլի դժվար է, հաշվի առնելով իր ապրելակերպը։ Ես շնորհակալ եմ մարզիչիս, որ կարողանում է դեռևս այդ կրակը մեջս պահի, որ ես չհոգնեմ ու կարողանամ ամեն օր մեծ հաճույքով գամ, իրականում էներգիա վատնելու, բայց ես փոխադարձը շատ ավելի շատ մեծ բաներ եմ ստանում։ Մերսի սենսեյ։ Կան մարդիկ, որոնք երբեք չեն դավաճանում իրենց հոբիներին, սակայն կան նաև այնպիսիք, որոնք շատ հաճախ են փոփոխում իրենց հոբիները։ Իհարկե դա էլ է խոսում մարդու խառնվածքի մասին, սակայն սա լրիվ այլ պատմություն է։ Մենք խոսում ենք հոբիների եւ նրանց տեսակների մասին։ Աշխարհում հոբիների տեսակներն անթիվ ու անհամար են, սակայն դրանք կարելի է ստորաբաժանել 8 հիմնական խմբի։ Ակտիվ, էքստրեմալ, թավաքածուներ, ընտանի կենդանիներ, ստեղծագործական, պասիվ, գիտությունների եւ օտար լեզուների ուսումնասիրություն։ Ավելի մանրամասն այս խմբերին մենք կանդրադառնանք քիչ անց, իսկ այժմ շարունակում ենք դիտել մեր ամենից ամենաաստղային հոբիների շքերթը։ Ամենից ամենաաստղային հոբիների ցուցակում մենք ուղղակի չէինք կարող չընդգրկել կինոյի եւ թատրոնի դերասանուհի Վիվիեն Բաստաջանին իր բարձրեստետիկ հոբիներով։ Դրանք թերևս երկուսն են՝ օծանելիքը եւ ընթերցանությունը։ Հասկանալի է, որ նման հոբիներ կարող են ունենալ միայն բարձրաճաշակ եւ բարձր ինտելեկտի տեր մարդիկ։ Վիվիենը թերևս այդպիսին է։ Նրա մտերիմ ընկերներն անգամ փաստում են, որ նրա համար լավ բուրմունքների եւ գրքերի նկատմամբ թուլությունը արդեն հոբի չէ, այլ ապրելակերպ։ Ունեմ թուլություն պարֆյումների նկատմամբ, հոտերի ընդհանրապես եւ շատ եմ սիրում հավաքել։ Ինչքան աչքս տեսնի, այդքան կգնեմ, եթե հոտը լավն է, եւ ինչքան նվիրեն, այդքան կստանամ։ Ու ես շատ լավ ընտրում եմ ամեն մարդու հոտը իր համար։ Անդրադառնանք Վիվիենի հաջորդ եւ հիմնական հոբիին՝ ընթերցանություն եւ գրքամոլություն։ Ասել, որ Վիվիենը սիրում է կարդալ, նշանակում է ոչինչ չասել, որովհետեւ նրա համար դա հատուկ արարողություն է։ Ես շատ սիրում եմ գրքեր հավաքել, գնել, նվեր ստանալ եւ կարդալ այդ բոլորը։ Դա երևի փոքր տարիքից եկած ինչ-որ մի բան է, եւ ես այդպես ունեմ թուլություն գրքի, նոր գրքի հոտի։ Երբ որ գիրքը նոր է ու ես բացում եմ, նախ ձեռքերս անպայման պետք է լվանամ, եթե կպնում եմ գրքին։ Գիրքը իր համար իսկապես կենսակերպ է, ինքը կարողանում է գրքից քաղել մաքսիմալը։ Ինքը իր հետ մի հատ սովորություն ունի, ինքը չի կարողանում գիրքը կիսատ թողնել։ Այդ շատ տանջարից process է, մանավանդ եթե հանկարծակի ինչ-որ մեկը գիրքը առաջարկել կարդալու, որը պարզվել է, որ իրանը չի։ Ինքը միևնույն է, տանջվելով իրան ուտելով այդ գիրքը պիտի ավարտի։ Բայց եթե պարզվում է, որ դա Վիվիենի գիրքն է, սկսում է այդ գիրքով ապրել։ Կարող ես իր հետ օրվա մեջ 10 թեմա քննարկես, ինքը միևնույնն է վերադառնում այդ գրքի թեմային։ Ինքը անպայման ուզում է, որ իր բոլոր սիրելի մարդիկ այդ գիրքը կարդան, то есть ինքը կիսվում է անպայման այդ գրքով։ Չգիտեմ ուրիշ ինչ պատճառով կարելի է օրինակ վերցնել, բայց այս մի բանում հաստատ կարելի է։ Եթե ինքը այդ ընթացքում ինչ-որ հետաքրքիր գիրք է կարդում, կարող է ինչ-որ մի քանի օր նույնիսկ փակվի տանը, շատ կարևոր հանդիպումներ իր համար հետաձգի, ոչ մեկի հետ չհանդիպի, մարդիկ մտածեն, էս ինչ է եղել։ Բայց ասենք լավ ճանաչողները գիտեն, որ ոչ մի չի եղել, ուղղակի Վիվի ձեռքին ինչ շատ լավ գիրք է, ուղղակի հարկավոր է մի 2-3 օր տենց համբերատար սպասել, մինչև ինքը վերջացնի կարդալ ու հետո առատորեն կկիսվի մնացածի հետ։ Զարմանալի չէ, որ Վիվիենի ընկերական շրջապատում բոլորը շատ են սիրում կարդալ, եւ նրանց մոտ գրքափոխանակության process-ը սովորական երևույթ է։ Գիրք շատ հազվադեպ եմ տալիս ինչ-որ մեկին, պիտի անպայման իմանամ, որ այդ մարդը ինձ նման է, որ գրքից նույն կերպ կվերաբերվի եւ այդ պատճառով միայն կարող եմ նման զոհողության գնալ եւ ուրիշներից էլ երբ որ գիրք եմ վերցնում, ես մեծ հոգատարությամբ եմ վերաբերվում այդ գրքին, մինչեւ այն պահը, որ կվերջացնեմ ու հետ կվերադարձնեմ։ Ընդամենը մի անգամ ա եղել, որ ես գիրք եմ կորցրել, ճիշտն ասած
շատ ծանր եմ տարել։ Վիվիենի մոտ կհայտնվեն այն գրքերը, որոնք դուք կերազեք բուկինիստական գրախանութներում գտնել։ Ես մի բան եմ արդեն հասկացել, եթե ես փնտրում եմ ինչ-որ գիրք, որը քաղաքում չեմ գտնում, ես ուղղակի ասում եմ Վիվիենին։ Համոզված եղեք ինքը գիրքը գտնում է։ Ասել, որ Վիվիենը ունի կոնկրետ նախընտրած ժանրի գրքեր կամ հեղինակներ, ճիշտ չի լինի։ Ժանրային ճիշտն ասած այդպես չի, որ ինչ-որ կա որոշակի ժանր, որ ես նախընտրում եմ, բայց ինձ մոտ գիրք կարդալ ինչ-որ շրջանների հետ կապ ունի։ Ասենք կա մի շրջան, որ ես ամբողջությամբ նվիրել էի չինական գրականությանը, ինչ-որ մի շրջան ճապոնական, դրանից առաջ հնդկական, մինչև այդ իտալական։ Իրեն նախընտրում է սովորաբար այնպիսի գրքեր, որոնք հուշում են մարդուն ճիշտ ապրել։ Կան գրքեր, որ հենց նշանների համար ես կարդում։ Ինքը սիրում է Շուցոյ, ինքը սիրում է Մուրակամի, ինքը սիրում է, ասենք թե ժամանակակից հեղինակներից գտնում է, որ իր հեղինակն է Էմանուել Շմիդտը։ Գիրք նվիրելու կուլտուրան էլ շատ կարևոր բանն է։ Օրինակ ես ու իմ ընկերական շրջապատը մեծամասամբ իրար գրքեր ենք նվիրում։ Մի երկուսն էլ 3 ծննդյան օրն է ստացել, այնպես որ տենց լավ պաշար ունի։ Առաջիկա օրերին տանը փակվելու քաղաքը Վիվիենին չի տեսնի մի քանի օր, ինքը կփակվի ու կկարդա իր գրքերը։ Ինչպես քիչ առաջ նշեցի, գոյություն ունեն հոբի 8 հիմնական խմբեր։ Ակտիվ հոբի տեսակին դասվում են սպորտը եւ ակտիվ հանգիստը, լողը, յոգան, տուրիզմը, արևելյան մարտարվեստը եւ այլն եւ այլն։ Հոբի այս տեսակը նպաստում է մարդու բնավորության զարգացմանը, զարգացնում է կամքի ուժը, միևնույն ժամանակ այն թույլ է տալիս ձերբազատվել ստրեսից եւ պարգևում դրական լիցքեր։ Էքստրեմալ հոբիների թվին են դասվում պարաշուտային սպորտը, դայվինգը, սքեյթբորդինգը եւ լեռնագնացությունը։ Բնականաբար այս հոբիի տեսակը պահանջում է շատ ժամանակ, ֆիզիկական լավ պատրաստվածություն եւ ամենակարևորը անվախություն։ Էքստրեմալ հոբին թույլ է տալիս զարգացնել կամքի ուժը եւ ստանալ աննկարագրելի զգացողություններ, որոնք որևէ այլ բանից ստանալ անհնար է։ Դե իսկ մենք շարունակում ենք դիտել մեր ամենից ամենաաստղային հոբիների շքերթը։ Մեր մայրաքաղաքի գլխավոր դիզայներ եւ ամենից ամենալավ բարեկամ Գագա Ամատունին եւս ունի հոբի։ Այն, որ տարիներ շարունակ նրա թուլությունն է սպորտը եւ հատկապես լողն ու դահուկասպորտը, թերևս շատերը ընկերներից, այդ թվում նաեւ մենք, տեղյակ էինք։ Սակայն բոլորովին վերջերս Գագան մեծ անակնկալի բերեց բոլորին, հայտարարելով, որ աշխատանքից դուրս նա սկսել է յուրացնել հարվածային գործիքները, բայց ամենին անդրադառնանք հերթով։ Մանկուց գնացել եմ լողի եւ մինչ այսօր մարզվում եմ եւ ավելի խորացրած եւ ավելի լուրջ պարապում եմ։ Ես ամենաշատը լողն եմ սիրում եւ քանի որ հայրիկս գնում էր լողի, հիմա ես եմ սկսում գնալ լողի։ Ժամանակին լողով էր այդպես խորացված զբաղվում, ուղղակի չէր լողում, այ պրոֆեսիոնալ, որից հետո անցավ դահուկների։ Նախանձով լցված նայում էի մարդկանց, ովքեր դահուկ էին կարողանում քշել եւ մի օր որոշեցի սովորել։ Եվ անկերես որ Մոսկվայից եկել էր, ասեց որ կսովորացնեմ քեզ։ Նա տարավ ու ամենաբարդ ճանապարհով ինձ իջացրեց, որը որ ես միջև այսօր հիշում եմ այդ օրը, որովհետև ամեն 5 մետրը մեր ես ընկնում էի եւ ես ասեցի, եթե այսքան բարդ է դահուկ քշել սովորելը, ես չեմ պատկերացնում այս բոլոր մարդիկ ոնց են սովորել։ Բայց փառք Աստծո ամեն ինչ բարեհաջող անցավ, ոտ կոտրել չեղավ, չնայած մի անգամ ահավոր վիճակի մեջ է։ Մի քանի ժամ հետո են որ չէ ես նորից պիտի գնամ, ասում ենք մի գնա, կարող է վտանգ լինի, էլի, սպասի, տեսնենք ոնց է լինում ոտքի վիճակ։ Չէ, ես պետք է գնամ։ Ու մյուս առավոտյան նույն կերպ ինքը վեր կացավ գնաց էլի դահուկներով։ Իհարկե սպորտը, հատկապես դահուկասպորտը, որոշակի էմոցիաներ, ադրենալին է առաջացնում, զգացողություններ, որոնք հնարավոր չէ ստանալ մեկ այլ բանից։ Սակայն ոչ պակաս լիցքեր Գագան սկսեց ստանալ հարվածային գործիքներ նվագելուց։
Միշտ երազել եմ նվագել հարվածային գործիքների վրա, նույնիսկ հիշում եմ փոքր ժամանակ ցանկություն կար մեծ սովորելու, բայց խնդրեմը նա էր, որ ուղղակի չկար տեղ, որտեղ որ կարելի է սովորել, ժամանակի խնդիր կար, դրա ինչ չստացվեց տենց։ Վերջերս եկավ այն պահը, որ ասեցի, չէ, եթե հիմա չսովորեմ ու երբևիցե չեմ սովորելու կյանքում, ու սկսեցի գնալ հարվածային գործիքների դասընթացների, մինչև հիմա գնում եմ։ Արդեն մոտ 6 ամիս է, որ պարապում եմ։ Իմ դասատուս Արսենը, որ ուսուցանում է Չայկովսկու անվան դպրոցում։ Ես գնում եմ ջութակի եւ վոկալի, իմ հայրիկն էլ գալիս է հարվածային գործիքներ սովորելու եւ մենք հաճախակի իրար տեսնում ենք։ Երբ առաջ անգամ գնացի հարվածային գործիքների դասին, իմ ուսուցիչս ասեց, որ նախ պետք է նոտաներով սկսես եւ դա իմ համար ինչ որ շատ ծանր հարցեր, որովհետև ամբողջությամբ մոռացել էի նոտաները, 2 տարի չնայած գնացել երաժշտական դպրոց, բայց ասեմ, որ բավականին հեշտությամբ կարողացա այդ խնդրեմը իմ մեջից հանել եւ շատ ուրախ եմ, որ մոտ 6 ամսվա ընթացքում ու իմ ընկերներիս ասելով ահագին փոփոխություն կա, բայց իհարկե նպատակս նա է, որ կարողանամ պրոֆեսիոնալ նվագել։ Իսկական հարվածային գործիքներ չկարողացա ձեռք բերել։ Ձեռք բերեցի էլեկտրոնային հարվածային գործիքներ, որը որ Հայկոն խորհուրդ տվեց ինձ որպես մասնագետ։ Իմ ընկերներս Միացյալ Նահանգներում գնացին եւ ուղարկեցին ինձ այստեղ։ Հարվածային գործիքները բավականին լավ էներգիա են տալիս։ Երբ մտնում ես ու տեսնում ես ինքը նվագում է, գիտես, որ շատ լավ տրամադրություն ունի։ Եվ քանի որ մեր էլեկտրոնային հարվածային գործիքը դրված է գրասենյակում, ապա երեկոները շատ հետաքրքիր միջոցառումներ ենք կազմակերպում եւ երբ աղջիկս գալիս է եւ տեսնում է հայրիկը նվագում է, ինքն էլ երգում է, ինքը վոկալի է հաճախում։ Եվ երբ ես նոր երգ եմ սովորում, ես տալիս եմ այդ երգը իմ հայրիկին, նա սովորում է նոտաները եւ մենք իր հետ նա նվագում է, ես երգում եմ։ Ով մտնում ասում է ինչ լավ ընտանիք է, ամեն մեկը մի բան անում է, ուրախ։ Այդպես համերգային ծրագրեր են լինում երեկոյան, համեցեք։ Кто же он на самом деле? Хищник или человек? Շարունակելով հոբիի հիմնական խմբերի թեման փաստենք, որ ինչ-որ մի բան հավաքելը եւ հավաքածուներ ստեղծելը համարվում է ամենատարածված հոբիի տեսակը։ Հավաքել կարելի է ամեն ինչ՝ մետաղադրամ, թղթադրամ, ուշամեդալ, նամականիշ, օճառ, սառը զենք, ոգելից խմիչքներ եւ այլն եւ այլն։ Որոշ հավաքածուներ ժամանակի ընթացքում դառնում են թանկարժեք, սակայն որոշ հավաքածուները մնում են թանկ միայն իրենց տերերի համար։ Ընտանի կենդանիներ։ Պարզվում է, որ ընտանի կենդանի պահելը եւս համարվում է հոբի։ Այն զարգացնում է մարդու պատասխանատվության զգացողությունը, բարիությունը եւ հնարավորություն է տալիս ձեր ազատվել ստրեսից, դեպրեսիայից, միևնույն ժամանակ տալիս հնարավորություն զգալ կարիքդ եւ կարեւորությունը։ Կապ չունի թե ինչ ընտանի կենդանի եք ընտրել՝ շուն, կատու, թութակ, թե ձուկ, կարևորը որ նա ձեզ պարգևելու է հաճելի դրական լիցքեր։ Դե իսկ մենք շարունակում ենք դիտել մեր ամենից ամենաաստղային հոբիների շքերթը։ Փորձը ցույց է տալիս, որ բացառիկ մարդիկ իրենց կյանքում ունենում են բացառիկ նախասիրություններ։ Հայտնի սցենարիստ եւ դրամատուրգ Աննա Աղասարյանին կարելի է դասել նման մարդկանց թվին։ Կյանքիս ընթացքում հոբիները տարբեր են եղել։ Օրինակ, պատանի ավելի լավ տարիներին ես նկարում եմ։ Հետո ցանցա ֆոտոգրաֆիայի, լուսանկարչությանը, որը շատ եմ սիրում։ Նկարչությունը, լուսանկարչությունը դասվում են ստեղծագործական հոբիների թվին, սակայն Աննա Աղասարյանի կյանքում կա եւս մեկ հոբի, որը թերևս առանձնացնում է նրան հազարավոր մարդկանցից եւ դարձնում ինքնատիպ ու շատ հետաքրքիր։ Խոսքը միստիկայի հետ կապված գիտությունների եւ ուսմունքների նկատմամբ հետաքրքրության մասին է։ Միստիկայով, էզոտերիայով հետաքրքրվելը ինձ անցել է ժառանգաբար, որովհետեւ տատս օրինակ տարբեր գաղտնի երևի մարդկությանը անհայտ բույսեր ու խոտեր գիտեր, որոնցից դեղեր էր պատրաստում։ Փոքր ժամանակ ուրեմն հիշում եմ, որ ատամս շատ ցավում էր եւ տատս խոտեր հավաքեց ու սարքեց դրանից թուրմ։ Դա մուկ կանաչ էր, համարյա սև։ Եվ տենց պահեց ատամիս վրա։ Հետո հիշում եմ, որ այդ սև ջերի մեջ մուկ կանաչ ինչ որ փոքրիկ սպիտակ բան հայտնվեց ու ցավը դադարեց ընկավ։
ու ես տատիս ասեցի, տատ որդը եւ տատս ասեց, այ հենց դա երեք ես ատամիտ մեջ ցավացնում, նա հանել էր ներվը ատամիս միջից։ Միստիկայի հետ կապ ուներ նաև Աննա Աղասարյանի պապին։ Հորս պապը գյուղում իր մականունն էր Կռապաշտ։ Շատ լավ հիշում եմ ծեսը, որ պապս արեց, դա միստիկական ռիտուալ էր, աքլորը վիզը քաշեց, կտրեց եւ այդ աքլորի այդ գլուխը, այդ արյունը վերցրեց, սկսեց կաթեցնել մի ծառ էր հսկայական այգում, այդ ծառի տերևների վրա, որպեսզի տարվա բերքը առատ լինի, ու ես դա նայում էի փոքր երեխա, այդ չափառի փայտերի արանքներից, ու այդ տպավորությունը ամբողջ կյանքում ես չեմ մոռանա։ Այս ծեսին մենք դեռ կանդրադառնանք, քանի որ այն Աննայի կյանքում խաղաց իր միստիկ դերը, բայց տարիներ անց։ Հիմնական հոբբին դա աստրոլոգիան է։ Եվ իմ ընտանիքում երեխաներս շատ փոքր հասակից դրան ծանոթ են եղել պատերազմի տարիներին, երբ զբաղմունք չկա ու մեզ մոտ հյուրեր էին գալիս, շատ հաճախ ժամանակը լավ ու հետաքրքիր անցնում էր, երբ որ ես սկսում էի բոլորին հասնել, թե իրենք կենդանակերպի ինչ նշանի տակ են ծնվել եւ ինչ-որ բաներ էի ասում իրենց։ Вы хотите, чтобы я составила вам гороскоп? Да, неплохо бы наконец узнать свое будущее. Կա նաեւ շատ հին չիննա, այսպես ասած, հնդկական նման մի բան, որը նման է բախտագուշակության, բայց դա գուշակություն չի, ավելի շատ իմ ընկերների, ընկերուհիների հավաքների ժամանակ դա դիտարկվում է որպես խաղ, որը ես ինքս եմ նշանները նկարել քարտերի վրա։ Ահա այսպիսի գիտելիքների պաշարը ուղղակի չէր կարող իր միստիկ արտացոլումը չգտնել որևէ լուրջ ստեղծագործության մեջ։ Սա իմանալը ինձ շատ օգնել է, երբ որ ես գրում էի Քրմուհի ֆիլմի սցենարը, Վիգեն Չալդրանյանի հայտնի ֆիլմը։ Այնտեղ, քանի որ իմ հերոսուհին Գառնիի հեթանոսական տաճարի Քրմուհին էր, այդ տեսակ սցենար գրելու համար անպայման պետք էր ունենալ գիտելիքների որոշակի հիմք։ Փաստորեն ստացվում է, որ պատանի հասակից սկսած իմ հետաքրքրությունները ի վերջո ապարդյուն չանցան։ Իդեպ ասեմ, որ Քրմուհի ֆիլմի մեջ այնտեղ այդ Կռապաշտ պապիս ծեսը, որը ես քիչ առաջ նկարագրեցի, այնտեղ սցենարում իր տեղը գտել է եւ ֆիլմում կա։ Հիշում եմ նրա քամուց ու արևի ճավճկած դեմքը, տխուր աչքերը։ Իդեպ Քրմուհի ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Ռուզան Վիտմեսրոպյանը միստիկ իրադարձությունների շարանի հետ է կապում իր հանդիպումը Աննա Աղասարյանի հետ, դերասանուհի, ում կյանքը եւս լի է միստիկ զուգադիպություններով։ Ընդհանրապես միստիկան իր դերը կատարում է մարդկանց կյանքում, բայց բոլորը չեն, որ կարողանում են դա զգալ, նշաններ, միստիկ երևույթների նշանները, որոնք հետագայում հասկանում են, որոնց պատասխանը հետո տեսնում ես, որը ես անմիջապես ուզում եմ Աննա Աղասարյանի հետ կապել, ինձ համար մի շատ գեղեցիկ մարդ արարած 90-91-92 թվերին, երբ ես Թատերական ինստիտուտի ուսանող էի, ինքը Ուիլի Թիթիջիկի վրա էր աշխատել, ներկայացում էր եղել, հիշում եմ, որ ցնցված էի ներկայացումով եւ ցնցված էի այն աշխատանքով, որ ինքն էր արել։ Հիշում եմ այդ օրերին շատ հուզված էի ու շատ հետաքրքրում էր ինձ Աննա Աղասարյանը։ Շատ էի ուզում նրան տեսնել։ Ու մի օր պատահաբար տեսա, ինքը իր փոքրիկ սոսին հանել էր զբոսանքի։ Մի միստիկ բան էր կատարվում այդ պահին ինձ հետ, որը ես չգիտեի ինչ է։ Անցան տարիներ, եկավ 2007 թիվը եւ այնպես ստացվեց, որ իր ստեղծած հրաշալի կերպարը, Քրմուհու կերպարը հայտնվեց իմ առաջ, կարդացի սցենարը եւ հասկացա, թե ես ինչքան եմ սիրել այդ մարդկային արարածին, Աննա Աղասարյանին։ Այդ Քրմուհին ինչ որ ինքը գրել էր, կարծես թե ինքը լիներ, հենց ինքը իր պատկերով, ես Քրմուհ պատկերացնում եի հենց Աննա Աղասարյանի պատկերով։ Վերադառնալով Աննա Աղասարյանի էզոթերիկ հետաքրքրություններին, փաստենք, որ որքան էլ խորը չեն նրա գիտելիքներն այս ասպարեզում, միևնույն է այդ ամենին նա վերաբերվում է իբրև խաղի։ Վերադառնալով հոբբիի հիմնական
խմբերին փաստենք, որ կա նաև ստեղծագործական հոբի, որն ըստ էության նպաստում է մարդու երևակայության եւ ստեղծագործական ներուժի զարգացմանը։ Հոբի այս թվին կարելի է դասել թատերական խմբակներ հաճախելը, նկարներ նկարելը, բանաստեղծություն գրելը եւ որպես կանոն այս հոբիի տեսակները շատ հաճախ մարդկանց համար դառնում են նաև պրոֆեսիոնալ։ Հանգիստ տեսակի հոբիներով սովորաբար զբաղվում են տան պայմաններում։ Այս հոբիների թվին կարելի է դասել ասեղնագործությունը, ուլունքագործությունը, շուղով, հելունով գործելը, ինչպես նաև օրինակ խոհարարությունը եւ ընթերցանությունը։ Որպես կանոն հանգիստ տեսակի հոբին նպաստում է ներդաշնակությանը եւ կանոնակարգում մարդու հոգեկան վիճակը։ Դες մենք շարունակում ենք դիտել մեր ամենից ամենաաստղային հոբիների շքերթը։ Կինոյի եւ թատրոնի դերասանուհի Շաքե Թուխմանյանը, ով միշտ փայլում է իր կանացիությամբ եւ նրբաճաշակությամբ, եւս ունի նախասիրություններ։ Շաքեն անկեղծ խոստովանում է, որ երբևէ չէր մտածում, որ դրանք կարելի է կոչել հոբի, եւ այնուամենայնիվ փաստենք, որ իր առաջին հոբին սեր դեպի կերպարների ստեղծումը, հագուստի, սանրվածքների միջոցով նա ամենայն հավանականությամբ ժառանգել է իր մայրիկից, ով ուներ մեծ սեր ասեղնագործության, կարուձևի նկատմամբ։ Շաքեի մոտ այդ սերը մի փոքր այլ բնույթ ստացավ։ Ամերիկայում երբ խումբ ստեղծեցինք, թատերախումբ եւ հնարավորություն չունեինք այդ ճոխ ապրելու, այսպես ասած, որպեսզի կարողանայինք վարձել պրոֆեսիոնալ հագուստի ձևավորող, քանի որ ես նաև ուսումնասիրել եմ, ասենք, նայած ինչ ենք խաղում, ես անպայման օգտվել եմ այդ գրքերից ու աներից եւ իմ հիշողությամբ անցյալ թատրոնի բեմական հիշողությունով, նաև դարաշրջանով փորձել եմ հագցնել դերասաններին եւ կարծում եմ վատ գործ չեմ արել, որովհետեւ ամենայն դեպս ամեն ինչ տեղը տեղին եղել է բեմում։ Դա կարող է լինել, ասենք, Լևոն Շանթ, Ժորա Հարությունյան, Հարսնացուն Հյուսիսից, այսինքն դրանք շատ տարբեր ներկայացումներ են եւ տարբեր շրջանի։ Շաքեի այս նախասիրությունը առաջին անգամ օգնեց նրան Չեխովի Արջը պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման ժամանակ, որով կարելի ասել սկիզբ դրվեց Նշանյան Թուխմանյան ստեղծագործական ընտանիքի Լոս Անջելեսյան թատերական պատմությանը։ Վովա Մսրյանը խաղում էր մեզ մոտ կայսր եւ այդ բոլոր իր հանդերձանքի վրա մեկ քարերը ես մեկ ձեռքով կարել եմ ամբողջ այս վզի մասը եւ գեղեցիկ տեսք ստացել ավելի արքայական։ Ընկած Բերդի իշխանուին մենք երկու անգամ անդրադարձանք, այսինքն մեկը Հայաստան գալու համար, Հայաստանի համար մենք հատուկ հագուստներ կարեցինք, իսկ առաջի անգամ որ խաղում մենք ունենք շատ հետաքրքիր Լոս Անջելեսում կոչվում է Western Costume Company, որ մտնես մի մեծ քաղաք է եւ այդտեղ ամեն դարաշրջանի, ամեն թվի ընդհուպ ռուսական շինելները կարող ես ընտրել։ Արջը Չեխովի, որ առաջի անգամ ես փորձեցի ինձ որպես հագուստի ձևավորող, հենց նույն շինելը ես ընտրել եմ այդտեղից։ Ինչու՞ չեմ ուզում կռվել։ Որովհետև դուք ինձ դուր եք գալիս։ Ուրախ եմ, որ դա ինձ մոտ կարծում եմ ստացվել է, որտեվ իսկապես սիրում եմ դա։ Եվս մեկ հոբի Շաքե Թուխմանյանի կյանքում հայտնվեց 1992-93 թվականներին։ Ժանը ուներ դվարնի քույր, Ֆլորիդայում էր ապրում ու մենք այնպես ստացվեց, որ մեկնեցինք Ֆլորիդա։ Ծանր վիճակ էր մեզ մոտ հոգեպես։ Ես հուսահատված եմ։ Ինձ պարկով փող տուր։ Այդ ժամանակ էլ իր դվարնի քույր ասեց՝ մի այդքան ծանրանա, որովհետև կան այսպիսի բաներ, այսպես պետք է մոտենաս, այնպես պետք է մոտենաս։ Նա շատ խորացած էր բուդդիզմով, մետաֆիզիկա, ամեն տեսակի եւ անմիջապես կարծես հետաքրքրվեցի, երևի թե ժամանակն էր հասունացել, որպեսզի իմ մեջ երևի այդ մասը զարգանար։ Եվ ինքը բերեց ինձ ահագին գրքեր, եւ ես ինձ ստիպեցի բոլոր այդ գրքերը կարդալ։ Շատ խորացա եւ շատ գրականություն կարդացի այդ հարցով։ Հետո մի պահ պես ստացվեց իմ կյանքում, որ ես չուզեցի խորանալ, որ դառնամ մոլի։ Ես ոչ մի բանի հանդեպ կապվածություն չեմ ուզում ունենալ։ Հասկացա, որ այդ բոլոր գիտությունները բոլորը տանում են դեպի Աստված եւ ես մտածեցի, որ կա մի պարզ ճանապարհ, դա ասենք հետևել Հիսուսի ճանապարհին
դեպի Աստված, դա ամենակարճ ճանապարհն է դեպի Աստված։ Եվ դա բոլորը, ասենք, Բիբլիայում գրված է։ Եվ ես սկսեցի ուսումնասիրել Բիբլիան որպես գիտություն։ Շաքե Թուխմանյանը ունի շատ մեծ հոգևոր աշխարհ եւ ծայրաստիճան զգացմունքային է։ Եվ պատահական չէ, որ իր կյանքում շատ մեծ տեղ զբաղեցնում է եւս մեկ հոբի։ Խոսքը ընտանի կենդանի խնամելու մասին է։ Ես չգիտեմ, ես օրհնված եմ, թե անիծված, որ այդքան կենդանասեր եմ։ Ունեցել եմ խամյակ, տղայիս համար իհարկե առանք, փոքր էր, պետք է սովորեցնեինք կենդանի սիրել։ Եվ այդ խամյակը եկավ մեր տուն։ Այդ խամյակը մի հետաքրքիր օր որոշեց սատկի։ Ես ու պապան մտանք տուն, խամյակի բուճուրիկ մարմինը դիակը դրված էր շատ սիրուն զարդարված մի կոշիկի տուփի մեջ եւ մաման ծնգաչոք լացում էր կարծես իր երկրորդ զավակն էր մահացել։ Այդ օրը չեմ մոռանա, մեր մոտ փորձ էր, ներկայացման փորձ, մեր տանն էին փորձում եւ ես հատուկ առա թխվածք ու դերասանները հարցնում էին, «Էս ինչ առիթով է, ծնունդ է, բան չէ, ասի, իմ խամյակս մահացել է իր համար ասա, որ սկսեցին ծիծաղել, բայց դա ես այնքան լուրջ էի եւ այնքան ազդված։ Հետո եկան շները, որոնք ապրեցին ինձ հետ 18 տարի, երկու շուն, ամենայն խնամքով եւ ամենայն մարդկային ձևով։ Ես իրանց վերաբերվել եմ մինչեւ հիմա էլ, որ հիշում եմ, շատ հուզվում եմ։ Երբ ճամփեցի երկրորդ շունիկիս, որոշեցի, որ 100% չեմ պահելու, բայց մի անգամ վերնիսաժ գնացի հատուկ շներին նայելու, Ժանոյին ասի, Ժան, այնտեղ այնքան լավ մի հատ մալթիս շուն կա։ Ասեցի, իրան կարելի է հետը տանել, բերել, ասենք, օդանավով կգանք հեշտ կլինի, ասեց ոչ։ Կհայտնվի Շաքեի տանը եւս մեկ ընտանի կենդանի, թերևս այո, պարզապես դա ժամանակի խնդիր է։ Թերևս ամենաուշագրավն ինձ համար դարձավ գիտական հոբին։ Գոյություն ունեն մարդիկ, որոնք իրենց կյանքի որոշակի փուլում սկսում են հետաքրքրվել ինչ-որ մի գիտությունով, որը իրենց հիմնական մասնագիտության հետ բացարձակ ոչ մի կապ չունի։ Նրանք սկսում են ուսումնասիրել, հետաքրքրվել եւ բավականաչափ լուրջ հմտանալ այդ ասպարեզում։ Երբեմն նրանք կատարում են նաեւ հետազոտություններ եւ բավական լուրջ արդյունքների հասնում։ Որպես կանոն, նման գիտությունների թվին են դասում աստղագիտությունը, աշխարհագրությունը, հոգեբանությունը, գրականությունը եւ այլն։ Եվ եւս մեկ հիմնական հոբի տեսակի մասին եմ ուզում խոսել, դա օտար լեզուների ուսումնասիրության հոբին է, որը կարելի է դասել ամենաօգտակարների թվին։ Օտար լեզուների ուսումնասիրությունը ընդլայնում է մարդու աշխարհայացը եւ բարձրացնում ինտելեկտի մակարդակը։ Դե իսկ մեզ մնում է եւս մեկ ամենից ամենաաստղային հոբի ներկայացնել ձեր ուշադրությանը, որը դիտում ենք հենց այս պահին։ Արա Գևորգյանի խաղալիքների մեծ հավաքածուի մասին կարելի է ասել, որ գիտեն ողջ աշխարհում, քանի որ իր բոլոր հյուրախաղերի ժամանակ նրան հաճախ ծաղիկների փոխարեն նվիրում են եզակի խաղալիքներ։ Բայց դա աշխարհում, իսկ հայրենիքում Արայի նման հոբիի մասին գիտեն թերևս ամենամտերիմ մարդիկ։ Որն է պատճառը, որ մի օր Արան որոշեց հավաքել խաղալիքներ։ Սա իմ խաղալիքների սենյակն է։ Եվ սա իմ առաջին խաղալիքն է։ Սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ որ մայրիկը արտասահմանից ինձ բերեց փոքրիկ խաղալիքներ եւ ես այն կոտրում էի, անկեղծ ասած, բացում էի, տեսնեմ ինչպես են աշխատում եւ շատ լավ խաղալիքներ եմ կոտրել։ Միգուցե դա է պատճառը, որ ես այսօր շատ բարձր եմ գնահատում իրանց արժեքը իմ կյանքում։ Եվ մանավանդ սիրում եմ այնպիսի խաղալիքներ, որոնք շարժվում են, ձայն են հանում, կախարդական բան ունեն, ասենք կանաչ գնդակը, հիմա միանգամից կարող է սենց անեմ, դառնա կարմիր գնդակ։ Արա Գևորգյանի խաղալիքների հավաքածուն ունի 30 տարվա պատմություն։ Ասել խաղալիքների կոնկրետ թիվն ուղղակի անհնար է։ Կարելի է միայն փաստել, որ նրա հավաքածուի մեջ կան շատ ունիկալ խաղալիքներ։ Այստեղ ամեն մի խաղալիք շարժվում է, ամեն մի խաղալիք ձայն է հանում։
Իսկ ես ունեմ ծիծաղացող շատ հետաքրքիր Ռուբեն Թելունցից նվեր, օպերայի մեր հրաշալի երգիչ։ Ասում ենք, որ ակուստիկան շատ կարևոր բան է, ասենք երաժշտական, էլեկտրական այսօրվա գործիքները ուրիշ տեսակ են հնչում, իսկ ակուստիկ գործիքները, գիտարը, ասենք կանտրաբասը կամ չգիտես, ամեն ինչը հաշվարկված է, որ ինքը պետքա հնչի։ Հիմա օրինակ, պարզ օրինակ ասեմ, այս սաոթի մեջ, նայեք ինչքան ձայն է հանում։ Հիմա նրան հենց կպցնեմ այստեղ, նայեք ինչ ձայն կհանի։ Մի հատ կպցրեցի փայտին ընդամենը։ Այս մալյանային վախասնա։ Սրանք ամբողջը այս բոլորը ձայն են հանում։ Բայց խփելուց, բայց հիմա արդեն էլեմենտներն ասել է, ինքը Ես ինձ թվում էր ձայն չի հանի սա։ Ինչպես արդեն նշեցինք, Արայի խաղալիքների հավաքածուի մասին տեղյակ են աշխարհի տարբեր կետերում, որտեղ նա հաճախ հանդես է գալիս հյուրախաղերով։ Ամերիկայում երբ որ համերգի էի, ինձ հարցրեցին, դուք շարունակում եք խաղալիքներ հավաքել։ Ես ասեցի, այո, իհարկե, շատ եմ սիրում խաղալիքներ, իսկ կարելի է ձեզ ծաղիկի փոխարեն խաղալիքներ նվիրել։ Ես ասի, իհարկե, շատ ավելի ուրախ կլինեմ, երբ որ դուք ինձ փոքրիկ խաղալիք նվիրեք, եւ այդ համերգի ժամանակ ես ստացա 18 արկղ խաղալիքներ։ 18 արկղ խաղալիքներ, երբ որ ստացա, ինձ համար դարձավ խնդիր, թե որտեղ եմ դրանք պահելու։ Եվ որոշեցի, որ այն պիտի նվիրեմ մանկապարտեզներին։ 11 տարի նվիրեցի խաղալիքներ մանկապարտեզներին տարբեր։ Ես դա անում էի իմ զավակների հետ միասին։ Մոտավորապես սինիներ կապած, այսենց տարբեր, հիմա ինքը քնում է, թող քնի։ Էլ չի խանգարինք։ Եվ սինիները կազմում էինք շատ գեղեցիկ եւ հարցնում էի թաղապետարանից, քաղաքապետարանից, թե որ մանկապարտեզն է ամենա կարիքավորը այդ խաղալիքների եւ նրանց էլ նվիրում։ Եվս մեկ բացահայտումներով լի ամենից ամենաաստղային տասնյակ ներկայացրեցինք այսօր ձեր ուշադրությանը եւ այդ ամենին թերևս ավելեմ, որ հոբին մարդուն պարգևում է բազում հաճելի ու դրական լիցքեր, այնպես որ պետք չէ զրկել մեզ նման հաճույքից, այնպես ինչպես անում են դա մեր ամենից ամենաաստղերը։ Եվ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, տասնյակը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ հանդիպմանը։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ կիրակի ամենից ամենաժամանցային ATV-ի եթերում։ Հաջողություն։